Սրտային առողջական խնդիրները տարածված են նաև երեխաների շրջանում։ Առաջին հայացքից զարմանալի է թվում վաղ տարիքում, երբ օրգանիզմը չափազանց երիտասարդ է, ինչպես են ծագում սրտի հետ կապված խնդիրները, բայց ինչպես նշում են մասնագետները, ցավոք երեխաներն էլ զերծ չեն մնում կյանքի շարժիչ այս օրգանի խնդիրներից։ Որոշ արիթմիաներ կան, որոնք որ կյանքի ընթացքում ձեռք են բերում, այսինքն մեծահասակները նույն մանկական հիվանդություններով հիվանդանում են, ուղղակի նաև ունեն ձեռքբերովի հիվանդություններ, դրա համար իրանց մոտ տոկոսը հիվանդությունների ավելի բարձր է։ Երեխաների մոտ ուղղակի բնածին սովորաբար բնածին սրտի հատկություն է, ոչ թե բնածին արատ է արիթմիան, այլ սրտում որոշակի կամ փորոքներում կամ նախասրտերում կամ իրանց միջև լինում է արիթմիայի օջախ։ Հայաստանում առաջին ու միակ մանկական արիթմոլոգիական բաժանմունքը գտնվում է Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնում։ Մանկական արիթմոլոգիան Հայաստանում երիտասարդ ուղղվածություն է, իսկ Մարիամ Սապոնջյանը երկրում եզակի բժիշկներից ով ունի նման մասնագիտացում։ Մանկական արիթմոլոգիա բժիշկ Ջամալյանն էր մինչև այդ միայն զբաղվում, դրանից հետո երևի թե որևէ ուրիշ մասնագետ չկար եւ ինձ շատ հետաքրքրում է, որտեղ ինձ հետաքրքրում է արիթմոլոգիան եւ ինձ շատ հետաքրքրում է մանկական սրտաբանությունը, այսինքն այդ նեղ մասնագիտությունը։ Փոքրիկների հետ աշխատանքը չափազանց հետաքրքիր է, մի կողմից հաճելի ու զվարճալի, ելնելով իրենց տարիքային առանձնահատկությունից, մյուս կողմից էլ ճնշող։ Երկու ասպեկտ կա, եթե մի պահը շատ հաճելի է, որովհետև երեխաների հետ շփվելը միշտ ավելի հաճելի է, քան մեծահասակների հետ։ Կարող եմ ասել, որ իմ տարերքն է երեխաների հետ շփվելը, բայց մյուս կողմից էլ, երբ որ հատկապես լուրջ խնդիրների դեպքում շատ ավելի ցավալի է լինում, երբ որ երեխայի մոտ էս լուրջ հիվանդություն հայտնաբերում, հատկապես 1000-ից 1 երբեմն լինում է խնդիրներ, որոնց որ տեսնում ես, որ շատ չես կարողանում օգնել, այդ դեպքում շատ ավելի դժվար է, երբ որ երեխայի հետ ես այդ առումով շփվում, քան մեծերի դեպքում։ Ծնողները շատ ուշադիր պիտի լինեն, փոքրիկները հաճախ բավականին գիտակցություն չեն ունենում հստակ նկարագրել առողջական գանգատը կամ ասել, թե որտեղ է ցավում։ Հետևաբար նրանց առողջության համար պատասխանատուն հենց ծնողներն են։ Երեխայի մոտ սրտի խնդիր կասկածելու համար ինչ որ գանգատ պետք է երեխան ունենա, իսկ երեխաները ռեզերվներ շատ ունեն եւ շատ ավելի ուշ են գանգատվում։ Եվ երբ որ գանգատվում են շատ ծնողների մոտ պիտի ժամանակ է տևում, մինչև հասկանում են, որ դա սիրտն է կամ սիրտը արագ է, այսինքն առաջինը փորիկն է ցավում, ստամոքսն է ցավում, գլուխն է ցավում, հետո քանի անգամ պիտի մտքներով անցնի, որ մի հատ պուլսը շոշափեն։ Երեխաների պարագայում արիթմոլոգիական միջամտությունները դժվարակույններն են։ Մանկան սիրտը փոքր է ու համապատասխան հարմարություն չկա գործիքի միջոցով միջամտություններ անել։ Թե Մալաթիա բժշկական կենտրոնում բարձր որակավորմամբ մասնագետներ են աշխատում, այդուհանդերձ պարբերաբար բժշկական կենտրոն արտերկրից են մասնագետներ հրավիրվում, ովքեր իրականացնում են ամենաբարդ միջամտությունները, երբ թվում է հիվանդի վիճակն անհույս է կամ կյանքի հետ անհամատեղելի։ Մարգարիտ Ավանեսյան, Արման Գրիգորյան, Սլաքիեմ։